Ով է լինի ընտրված իմ ժողովրդի կողմից, ես ընդունում եմ նրան, եթե նա ընտրված է ժողովրդի կողմից, ուրեմն նա իմ նախագահն է։ Մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն, այսօր հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը։ Quel que soit le président qui vient au pouvoir, je fais partie de son peuple à lui. Մոսկվայում ռուսական 10 լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա ընդգծել է. Անկեղծ ասեմ, չեմ սիրում մարդկանց, ովքեր գնում են այլ երկրներ եւ քննադատում իրենց երկրի քաղաքականությունը, այնպես որ ինձ համար ամեն ինչ գերազանց է։ À tort ou à raison, tout est parfait. Ֆրանսիահայ երգիչը, ով հանդիսանում է Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, այս մասին խոսել է լրագրողներից մեկի հարցինի պատասխան, թեև ասուլիսի կազմակերպիչները ընդհատելով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին հարցը հայտարարել են, որ մաեստրոն քաղաքական հարցերի չի պատասխանի, այդուհանդերձ Ազնավուրն արձագանքել է. Je ne parle jamais de politique. Ես երբեք չեմ խոսում քաղաքականության մասին, չնայած ունեմ քաղաքական գործիչ ընկերներ, բայց մենք խոսում ենք ամեն ինչից, թատրոնից, երաժշտությունից, քանդակագործությունից, արվեստից, բայց ոչ քաղաքականությունից։ Je laisse le peuple voter pour moi. Ես ժողովրդին թույլ եմ տալիս ընտրել իմ փոխարեն, կատակով հավելել է ֆրանսիական շանսոնի լեգենդա։ 1.5 ամսից 93-ամյա կտոնող Շարլ Ազնավուրի ասուլիսը տեղի է ունենում նրա մոսկովյան համերգի շրջանակում, որը նախատեսված է ապրիլի 5-ին։ Et en ce moment, j'ai décidé d'apprendre le russe. Alors, il y a un livre parfait. Այս անգամ որոշել եմ ռուսերեն սովորել, ֆրանսերեն տարբեր գրքեր կան ռուսերեն սովորելու համար, օրինակ ռուսերեն թեյնիկների համար այդ գիրքը հետս է եւ արդեն սկսել եմ կարդալ, ասել է շուրջ 7 լեզուներով երգող շանսոնյեն, ով ինչպես նշում է, մեծացել է ռուսախոս ընտանիքում, սակայն ռուսերեն չի հասցրել սովորել, քանի որ քրոջ հետ ֆրանսերեն էին սովորում։ Я не понимаю по-русски. Հայրս ռուսատար էր, ստորագրում կարելի ասել, որ այցելելով Ռուսաստան ես վերադառնում եմ նախնիներիս երկիրը, հայտարարել է երգիչը։ Խոսելով իր երգարվեստի մասին, մոտ 800 երգերի հեղինակը նշել է, որ բազմաթիվ ստեղծագործություններ ունի իր աշխատանքի մասին։ Ես ամեն ինչ ասել եմ, սեր, բաժանում երեխաներ, որոնք չկան, պատերազմի երեխաներ։ Ինձ համար դժվար է գտնել մի թեմա, որի մասին գրված չլինի, բայց ես ունեմ ուժ եւ կգտնեմ այդ թեման։ Շարունակել է Ազնավուրը, հիշեցնելով, որ հայոց ցեղասպանության մասին երգ է գրել, կոչվում է Նրանք ընկան։ Mes amis juifs m'ont dit, tu aurais pu écrire une chanson sur nous. J'ai mis long. Թուրք ընկերներս ասացին, կարող է իր հոլոքոստի մասին գրել, ինչին ես պատասխանել եմ։ Ամենակարևորն է գտնել ճիշտ արտահայտությունը եւ այդ արտահայտությունը սա է։ Ce que l'homme fait à l'homme, l'animal ne le fait pas. La chanson pour moi était écrite. Очень красиво.